Լրագրող խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծրագրերը իրականություն է դարձնում վարչապետ Փաշինյանն, ասում է Ստեփան Հասանջալալյանն ու փաստերով փորձում հիմնավորել խոսքը։ Դեռևս 1999 թվականի ապրիլի 16-ին հրավիրել է մամուլի ասուլիս։ Եվ այդ ասուլիսում մասնավորապես հայտարարել է հետևյալը, որ ուրեմն Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այն բոլոր ղարաբաղցիները, որոնք գտնվում են Հայաստանում, փախստականներ են, Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չէ։ Սա ես գրեթե բառացի մեջ բերեցի իր խոսքերը։ Երկրորդ արձանագրումը 2001 թվականին մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը արդեն որպես հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր, ուրեմն իր ստորագրությամբ, իր իսկ ստորագրությամբ հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարել ազատագրված տարածքներին եւ հայտարարել, որ դրանք պետք է վերադարձնենք Ադրբեջանին։ Ես նորից իր բառերից մեջ բերեմ, ասում է, ես չեմ կարծում, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին, կամ որ մեր դեպքում ճիշտ է, ինչու չենք տալիս հնարավորություն չենք տալիս, որ ուրիշը տեր լինի։ Սա երկրորդ արձանագրումը։ Ստեփան Հասանջալալյանն արխիվից հանել է 1999 թվականի Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթի այն հոդվածը, որտեղ Փաշինյանի ասուլիսից մեջբերումներ կան։ Օրագիր թերթի խմբագրին տրվեց հետևյալ հարցադրումը. ինքն էլ Իջևանից է, ինչ տարբերություն կա Իջևանի եւ Ղարաբաղի միջև, եթե նա ապրում է Երևանում, արդյոք իրեն փախստական չի համարում։ Վերջինս հայտարարեց, որ ինքը գտնվում է Հայաստանում, հետևաբար փախստական չէ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չի կարող համարվել։ Ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են։ Վարչապետ Փաշինյանի առանձնահատուկ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ չի փոխվել, նշում է քաղաքագետը։ Սակայն Փաշինյանի ամենահիշվող կոչը սա է համարում զրուցակիցս։ Բայց Փաշինյանի կյանքում կար մի փուլ, երբ հակառակ հայտարարություններն էր անում, թե Արցախի, թե արցախցիների մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող եւ ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։ Քիչ մեկ տարի անց Փաշինյանը հայտարարեց, թե սխալվել է ու չէր ուզում նման հայտարարություններ անել։ Այս ամենը ինքը հայտարարել է իշխանության հասնելու նպատակով, խաբելով եւ մոլորեցնելով հանրությանը։ Այստեղ որևէ բարդ բան չկա։ 1999-ի, 2001-ի ու այսօրվա հայտարարությունները կողք կողքի դնելիս Ստեփան Հասանջալալյանը համոզվում է, Փաշինյանը չի փոխվել։ Նա հետևողականորեն կյանքի է կոչում այն պատկերացումները, որոնք արտահայտել էր դեռ լրագրող եղած ժամանակ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։